որոնք են այն խմբերը շահառուների, որոնք որոշակի գումար այնուամենայնիվ ներդնելու են եւ ինչ գումարի մասին է խոսքը։ Գումարի չափը տարբեր է, կախված նրանց եկամտի չափից, դրա համար ենք մենք այդպիսի տարբերակում դնում։ Եթե մենք եկամտի մասով նայենք, ապա մեր կարգավորումները, գործող արդեն կարգավորումները առանձնացնում են 3 տեսակ ըստ էության եկամտի մասով։ Մինչև 200,000 ստացողներ, որոնք դեռ չեն մտել համակարգ, 200,000-ից 500,000 դրամ աշխատավարձ ստացողները, որոնց կողմից վճարվելիք, այսպես իրենց գրպանի գումարը լինելու է մոտավորապես 300 դրամ, այդքան են իրենք վճարելու։ Հիմա կբացատրեմ ինչու է այդպես։ 500,000-ից մինչև 1 միլիոն ստացող աշխատողներ եւ 1 միլիոնից բարձր աշխատավարձ ստացողների պարագայում։ Եթե մենք խոսում ենք 200-ից մինչև 500,000 ստացող աշխատողների մասին, ապա տեսեք, իրենք եթե նաև սոցիալական փաթեթի շահառուներ են, այստեղ պետությունը իրենց վերադարձնելու է այդ 6000 դրամները որպես սոցիալական կրեդիտներ, բայց որովհետև իրենք նաև զինապահ հիմնադրամի վճարում են 5500 դրամ, սրանից հետո արդեն վճարը կլինի 1000 դրամով պակաս, այսինքն 1000 դրամ զինապահին 4500-ը գնալու է որպես իրենց առողջապահության ապահովագրության գումար։ Մնացած 6000-ը փոխանցելու են իրենք, գործատուն փոխանցելու է պետությանը, բայց իրենք սոցկրեդիտի տեսքով դա հետ են ստանալու։ Եվ բացասական մինուսով ուրեմն գումարը ստացվում է 300 դրամ, ըստ էության իրենց վճարը կազմելու է 300 դրամ։ Ինչ վերաբերում է 500-ից մինչև 1 միլիոն ստացողներին, այս դեպքում իրենք զինապահին վճարում են 8500 դրամ, հիմա կվճարեն 1000 դրամ պակաս եւ մնացած գումարը իրենց աշխատավարձից կվճարվի արդեն իրենց ապահովագրության հիմնադրամին։ Իրենք կարող են այդ գումարը հաջորդ 27 թվականից ստանալ ելի եկամտային կրեդիտի տեսքով։